Այս վիդեոն ավելի լավ կհասկանան այն մարդիկ, ովքեր ծառայել են բանակում։ Ես անկեղծորեն զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր բանակում իրականացվող բարեփոխումները արժանացնում են խիստ քննադատության։ Եթե դուք հիշողության հետ կապված խնդիրներ ունեք, ապա ես չէ։ Ես հիշում եմ իմ ծառայության տարիները, երբ զինվորը սոված էր քնում, երբ զինվորին տալիս էին կիսաեպ մանի կաշա, ռագու, որի մեջ միայն կարտոֆիլ եւ մեծ կտորներով կաղամբ էր դրված, երբ զինվորը ոտքով դիրքեր էր բարձրանում, երբ տանկը կամ ՀՄՄ-ները չէին կրակում կամ նույնիսկ չէին էլ աշխատում, ես հիշում եմ հրետանին, որոնք մնացած զենքերի նման 60-70-ական թվականների էին։ Իսկ հիմա ես տեսնում եմ, որ բանակը ունի նորմալ համազգեստ, բանակը ունի վիտամինացված սնունդ, բանակը զորքը ոտքով դիրքեր չի բարձրանում, կահավորվում են դիրքերը, զինատեսակները վերջին ժամանակների են, արդիական եւ մարտունակ։ Եվ քննադատելուց առաջ ես կարող եմ ասել, որ մեր բանակը, այսօրվա բանակը առավել մարտունակ է, քան երբեք։ Այսօր զինվորը ավելի պաշտպանված է, քան երբեք։ Այսօր սպայական անձնակազմի աշխատավարձը ավելի մրցունակ է, քան երբեք։ Եվ եկեք ուղղակի հիշողությունը թարմացնենք մեր, նայենք ոչ վաղ անցյալը եւ կտեսնենք ինչպիսի բարեփոխումներ են իրականացվել եւ իրականացվում բանակում։